ամուսիններից մեկը կարող է իր զույգին չհարգել, իր զույգի մասին շատ թյուր կարծիք ունենալ, հա, որ հիմարանձ է, անխել կին է, կամ էգոիստ տղամարդ է, եւ այդ կարծիքները իրենք չեն էլ պատկերացնում, թե հարաբերությունների այսպիսի երկխոսությունների, զրույցների ժամանակ ինչքան կարևոր դեր են ունենում։ Ուրեմն ես առաջարկում եմ, որ նախ քննենք մեր ներքին կարծիքը, մեր մտածելակերպը մեր դիմացի անձի մասին եւ փորձենք մաքսիմալ ինչքան հնարավոր է մեզ բերել այն մտքին, որ մենք փորձենք կառուցողական կողմից նայել մեր դիմացին, հա, օրինակ շատ կարող է օգնել, որ մենք մտածենք, որ այս բարի, ազնիվ, խելացի մարդը ինչու է իրեն այսպես պահում։ Պատկերացրեք, եթե կոնֆլիկտային իրավիճակում դուք ձեր դիմացինի մասին այդպիսի վերաբերմունք ունեք, հա, որ ախր ինքը շատ խելացի մարդ է, ախր շատ լավն է, ինչու է իրեն այսպես պահում։ Այսպիսի մոտեցումը, այսպիսի դիրքը, պոզիցիան, վերաբերմունքը արդեն մեզ բերում է մի կետի, որ մենք կարողանանք փորձել հասկանալ դիմացինին, լսել նրան, փորձել մեր ներսում տեղ տալ իր կարծիքի, իր տեսանկյունի, իր ձևաչափի վերաբերյալ մեր ներսում տեղ ունենանք, չբացառենք, միանգամից չունենանք այն դիրքորոշումը, որ սա ինչ է հասկանում, սա ով է, որ եկել մեզ բան է ասում, այս ինչ է մտածում, այս ոնց է մտածում, եւ այդ մոտեցումը բերում է մի կետի, որ զրույցը ձախողվի, դիմացինը զգա, որ դուք վերևից եք նայում իրեն, ձեր դիրքը ագրեսիվ է, ձեր դիրքը դատապարտող է եւ այլն։